Նիկոլ Փաշինյան անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գործունեության համար եւ նշել, որ այս ողջ ընթացքում ամբողջ ծավալով նա ներգրաված է եղել անվտանգության ոլորտի հետ կապված օրակարգում, այդ թվում խաղաղության հաստատման գործընթացում։ Պարոն Գրիգորյանն ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների հարցում եւ դա շատ գնահատելի է, ապա Փաշինյանը ներկայացրել է Ալեն Սիմոնյանին։ Ուզում եմ պարոն Սիմոնյանին ներկայացնել որպես անվտանգության խորհրդի նոր քարտուղար եւ հաջողություններ մաղթել նրան այդ ոլորտում։ Պարոն Սիմոնյանն էլ է ներգրավված եղել նախորդ շրջանում մեր կարևոր եւ ռազմավարական որոշումների կայացմանը եւ կարծում եմ, որ նաեւ լինելով ազգային ժողովի նախագահ ըստ էության աշխատանքային տեղեկատվության պակաս չունի եւ կարող է միանգամից անցնել անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը։ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածու ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն է, այս մասին գրում են լրատվամիջոցները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն ազատման դիմում է գրել։ Փաշինյանը բանակում մահվան դեպքից հետո ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմական ոստիկանությունում կադրային փոփոխություններ են լինելու։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Գազպրոմ Արմենիա Փակ բաժնետիրական ընկերության 4 աշխատակից եւ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամատակարարման գործընթացում թույլ տված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։ Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ տնային կալանքը, նշել են կոմիտեից։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր խորհրդարանական ընտրություններին Բարգավաճ Հայաստանի ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է, այս մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է օգոստոսի 13-ի առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը ըստ քննչական կոմիտեի հարուցվել է քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով, այն է ընտրության ժամանակ բարեգործության արգելքի խախտումը։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հուլիսի 23-ին հերթական բացահայտումն է արել։ Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն, հայտնաբերվել եւ առգրավել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։ Կազմակերպության անդամները ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը եւ ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված բեռները վաճառվել իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին եւ փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների, ասվում է հաղորդագրությունում։ Գողացել են Հովանավանքի եւ Արտաշատի Սուրբ Հովանես եկեղեցիների խաչերը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 3 եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ։ Ըստ տախտական տեղեկությունների յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100,000 դրամի վնաս է պատճառվել։ Հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք, նշել են ներքին գործերի նախարարությունից։ ԱԹՍ-ի բեկորներից վնասվել է Տվերի մարզում գտնվող Վայլբերեզի պահեստի պատը։ Ձեռնարկության աշխատակիցները չեն տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը։ Միաժամանակ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հոբ միջոցներով կանխվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող 12 ԱԹՍ-ների հարձակումը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, Թուրքիան, Կատարը եւ Եգիպտոսը կարող են Գազայի հարցով արմատական քայլեր ձեռնարկել։ Նրա խոսքով դա հնարավոր է, եթե ԱՄՆ-ն բավարար ճնշում չգործադրի Իսրայելի վրա։ Ֆիդանը հայտարարել է, Անկարան եւ Կահիրեն համակարգում են իրենց գործողությունները Գազայի խաղաղության ծրագրի շուրջ։ Նա նաեւ ընդգծել է, Գազա մտնող հումանիտար օգնության ծավալը դեռևս ցած է անհրաժեշտ մակարդակից։ Ֆիդանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրել է պաղեստինցիներին Գազայից դուրս մղելու քաղաքականության մեջ։ Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը շարունակում է մնալ ամսական միջին ցուցանիշից ցածր։ Reuters-ի փոխանցմամբ իրավիճակը կապված է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածության հետ։ 5 նեղուցով անցել է 9 հումքային բեռներով նավ։ Դրանից 5-ը մուտք են գործել Պարսից ծոց, իսկ 4-ը շարժվել են դեպի Օմանի ծոց։ Օգոստոսի միջին օրական ցուցանիշը կազմում է 12 նավ։ Տվյալները չեն ներառում անջատված տրանսպոնդերներով նավերը։
Լեհաստանի իշխանությունները կանխել են ուկրաինական ցակմամբ ԱՄՆ քաղաքացու սպանությունը, որը ըստ նրանց նախատեսվում է Ռուսաստանի պատվերով։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով կասկածյալ Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել է օգոստոսի 7-ին։ Ենթադրվող սպանությունը պետք է տեղի ունենար Վարշավայում։ Տուսկը նշել է, գործողությունը իրականացվել է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ։ Լեհաստանի հատուկ ծառայությունների տվյալներով կասկածյալ օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարությամբ էր պատրաստում սպանությունը։ Jerusalem Post-ը հաղորդում է, Իսրայելի ռազմական գերատեսչությունները զարմացած են Իրանի վերականգնման արագությունից։ Խոսքը վերաբերում է ինչպես Ցախալին, այնպես էլ Մոսադին։ Պարբերականի տվյալներով Իրանը սպասվածից արագ վերականգնում է բալիստիկ հրթիռների արտադրությունը։ Իսրայելի գնահատականներով պատերազմի ընթացքում ավելի քան 2600 հրթիռային եւ ռազմաարդյունաբերական օբյեկտ է դարձել հարվածների թիրախ։ Միաժամանակ Իրանը կրկին կարողացել է վերականգնել հրթիռների արտադրության բարձր տեմպերը։ Եթե Իրանը հասնի ամսական 100-ից 300 հրթիռների արտադրության, նրա հրթիռային զինանոցը կարող է արագ վերականգնվել։ Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ հիմունքներով դադարեցնել Սև ծովում գտնվող թիրախների ուղղությամբ հարձակումները։ Առաջարկը փոխանցվել է երրորդ կողմի միջոցով։ Ռուսաստանը դեռևս չի պատասխանել ուկրաինական նախաձեռնությանը։ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պաշտոնական առաջարկ չի ստացել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները հաջորդ շաբաթ կմեկնի Երուսաղեմ։ Նրանք ուղեկցեն Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը եւ Նիկոլայ Մալդենովը։ Երուսաղեմում քննարկվելու է Թրամփի առաջարկած 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Հանդիպումից հետո պատվիրակությունը կմեկնի Կահիրե, Եգիպտոսի ղեկավարության եւ այլ միջնորդների հետ բանակցելու։ Քննարկումների առանցքում կլինեն Գազայի վերաբերյալ հաջորդ քայլերը։ ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր կորցրել են առնվազն 45 MQ-9 Repair անօդաչու։ Դա կազմում է ԱՄՆ-ի ունեցած այդպիսի սարքերի պարկի մոտ 1/4-ը։ Մեկ MQ-9 Repair-ի արժեքը գնահատվում է 30-ից 50 միլիոն դոլար։ Կորցրած անօդաչուների հնարավոր ընդհանուր արժեքը գերազանցում է 1.3 միլիարդ դոլարը։ MQ-9-ները ակտիվորեն օգտագործվում են հետախուզության եւ հարվածներ հասցնելու համար, այդ թվում Հորմուզի նեղուցի շրջանում։ Կորուստների մի մասը կապված է ոչ թե խոցման, այլ օպերատորների կողմից անօդաչուների հետ կապի կորստի հետ։ Ազգային ժողովում Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքելով Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե արդեն երկրորդ անգամ իրենց խմբակցության կողմից խախտվում են բարեկրթության նորմերը, նշել է, որ այդ երկու դեպքերը համեմատելի չեն։ Բոլորս էլ համբերատար ենք, բոլորս էլ չենք ուզում մեր հասարակությանը ցույց տալ այն, որից հետո կամաչենք։ Ինչ վերաբերում է պարոն Ղազարյանի ասածին, ապա որպեսզի մենք լինենք արդար, ես ինչ որ չափով կիսում եմ մտահոգությունը եւ խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվեն հետագա քայլերը, որոնց մասին ձեզ տեղյակ կպահենք, նշել է Նարեկ Կարապետյանը։ Ռուբինյանը խնդրել է, որ Կարապետյանը գնահատական տա Ղազարյանի հայտարարությանը։ Կարապետյանն էլ նշել է, որ բարեվարկության շրջանակներում դա նորմի խախտում էր։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պարզաբանել է նաև Թրիփի եւ արցախցիների վերադարձի իրավունքի հետ կապված իրենց դիրքորոշումը։ Անդրադառնալով Թրիփին նա ընդգծել է, որ գլխավոր հարցն այն է, թե դա ճանապարհ է, թե միջանցք։ Խնդիրն այն է, որ եթե որևէ ուժ ասում է միջանցք, ու վաղը այդ ուժը իշխանության գալուց հետո հանդիպում է Իլհամ Ալիևի հետ եւ ասում է, որ Թրիփը ճանապարհ է, իրեն հակադարձելու են, թե դա ոնց է ճանապարհ, եթե այդ ուժը ամբողջ ընթացքում ներկայացրել է այն որպես միջանցք։ Եթե այսօր մենք խոսենք Թրիփի մասին ու ասենք, որ դա միջանցք է, իսկ վաղը իշխանության փոփոխությունից հետո մեր ուժը ստանձնի բանակցային դիրք, բանակցությունների ժամանակ մենք ասենք միջանցք չէ, սա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, մեզ ադրբեջանական կողմը հարց է տալու, ասելու է ձեր քաղաքական ուժը, ասել է, որ սա միջանցք է։ Դրա համար մենք ասում ենք, սա ճանապարհ է, որպեսզի սահմանափակենք այդ մարդկանց ամբիցիան մեր երկրի սուվերեն տարածքի վերաբերյալ, թեև մենք գիտենք ինքը ինչ է տվել, նշել է Նարեկ Կարապետյանը։ Սրբազան պայքարի գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ նիստը սկսելուց 1 ժամ 15 րոպե հետո ոստիկանները դեռ Բագրատ Սրբազանին չէին ներկայացրել դատարան։ Դատավորի նիստը հետաձգելու մասին հայտարարությունից հետո նոր Բագրատ Սրբազանին բերեցին դատարան։ Հաջորդ դատական նիստը 1 շաբաթից է, օգոստոսի 20-ին։ Ադրբեջանական սոցիալական մեդիայի սեգմենտում հրապարակվածից պարզ է դառնում, որ օկուպացված Ադրբեջանում պղծված է օկուպացված Արցախի Հադրութի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին, որը կառուցվել է 1621 թվականին։ Այս մասին ահազանգում է հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը, կից հրապարակելով տեսանյութ։
Տեսանյութում հստակ երևում է, որ տաճարի պատերը պատված են գրառումներով ու աղավաղված են, իսկ գմբեթի խաչը ոչնչացված, ընդ որում խաչը քանդվել է 2022 թվականից հետո։ Այն շրջանի կադրերում, երբ Հադրութի բռնազավթումից հետո ադրբեջանական վարչակարգը տաճարը հայտարարեց իբր աղվանական եւ այնտեղ ուղարկեց այսպես կոչված աղվանաուտիական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչներին ցուցադրական կեղծ կրոնական ծիսակատարություններ անցկացնելու համար խաչը դեռ գմբեթին էր։ Քանի որ հրապարակված տեսանյութում չկան եկեղեցու բակում նկարահանված կադրեր, հնարավոր չէ պարզել, թե ինչ վիճակում են գտնվում տաճարի մուտքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա տեղադրված հնագույն տապանաքարերը, նշել է Ալեն Ղուլյանը։ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ հայտնաբերված եւ օգոստոսի 10-ին վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ տեղափոխված նորածին երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Սարքավորումն այլևս անհրաժեշտ չէ, փոքրիկն արդեն լիարժեք շնչում է ինքնուրույն։ Շնչառական աջակցությունը շարունակվում է թթվածնային դիմակով, տեղեկացրել են ծննդատնից։ Ռուսաստանն ու Ուկրաինան ավարտել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ Փոխանակման շրջանակում Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 261 զինծառայողի մարմին։ Ուկրաինական կողմը Ռուսաստանին է փոխանցել 24 զինծառայողի մարմին։ Այսպիսով ընդհանուր փոխանակվել է 285 զինծառայողի մարմին։ Կիևում չեն բացառել Վոլոդիմիր Զելենսկու եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնարավոր հանդիպումը։ Ուկրաինայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Յարոսլավ Չեռնոգորը հայտարարել է, նման հանդիպումը հնարավոր է անհրաժեշտության դեպքում։ Նրա խոսքով հանդիպումը կարող է կայանալ, եթե այն նպաստի մարդկային զոհերի նվազեցմանը կամ ռազմական գործողությունների դադարեցմանը։ Դիվանագետը նշել է, անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն։ Միաժամանակ նա չի հայտնել հնարավոր հանդիպան ժամկետների կամ կազմակերպման շուրջ բանակցությունների մանրամասները։ Մոսկվայի բացմանի շրջանային դատարանը թույլատրել է ԱՄՆ քաղաքացի Քոնոր Քենեդիի հեռակա կալանավորումը։ Նա մեղադրվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից վարձկան գործունեության մեջ։ Քենեդիի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Քոնոր Քենեդին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի զարմիկի որդին է։ Գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Գեորգիևյան պայմանագիրը վճռորոշ դեր է խաղացել երկրի փրկության գործում։ Նրա խոսքով Իրակլի երկրորդը հասկանում է Ռուսաստանի հետ համաձայնագրի ռիսկերն ու հնարավորությունները։ Կոբախիձեն նշել է, որ պայմանագրի ստորագրումից մինչև Վրաստանի բռնակցումը անցել է գրեթե 20 տարի։ Նրա գնահատմամբ այդ գործընթացում երկիրը կարողացել է գոյատևել էկզիստենցիալ սպառնալիքի պայմաններում։ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան սկսել է նոր ծովային արգելապատներ տեղադրել Մելիլիայի հարավային հատվածում։ Մելիլիան գտնվում է հյուսիսային Աֆրիկայում եւ սահմանակից է Մարոկոյին։ Կառույցի տեղադրումը կապված է տարածաշրջանում միգրացիոն ճգնաժամի հետ։ Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր ներգաղթյալներ փորձել էին հասնել Սեուտա, լողալով եւ քայլելով։ Մադրիդը ճգնաժամի պայմաններում որոշել է նաեւ զինվորականներ տեղակայել քաղաքում։ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել ավելի ակտիվ ներգրավել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում։ Նա հայտնել է Կիևը Վաշինգտոնի խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ է փոխանցել։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ մասնակցությունը խաղաղության ծրագրին։ Միաժամանակ նա բացառել է ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասի Կիևի վերահսկողության տակ մնացած հատվածից։ Ուկրաինայի նախագահի խոսքով առանցքային հարցերից մեկը անվտանգության երաշխիքներն են։ Սև ծովում ուկրաինական հացահատիկի արտահանման դժվարությունները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել աղքատ եւ զարգացող երկրների համար։ Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային մատակարարումների շուրջ 6%-ը։ Եգիպտացորենի արտահանման մեջ Ուկրաինայի մասնաբաժինը կազմում է մոտ 11%։ Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով հացահատիկը երկրի արտահանման եկամուտների գրեթե 60%-ն է ապահովում։ Կիևում զգուշացնում են, մատակարարումների խափանումը կարող է աֆրիկյան եւ մերձավոր արևելյան երկրներին հասցնել պարենային լուրջ խնդիրների, ընդհուպ սովի վտանգի։ Հնդկաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ զարգացնել հյուսիսային ծովային ճանապարհը։ Նյու Դելին նաև առաջարկում է համագործակցել նավթաշինության եւ նավերի վերանորոգման ոլորտներում։ Հնդկական կողմը նշել է Ռուսաստանի նավաշինական փորձի եւ միջուկային սառցահատ նավատորմի հնարավորությունների կարեւորությունը։ Առաջարկվող համատեղ նախագծերը կարող են ներառել բևեռային շրջաններում գործող առևտրային եւ հետազոտական նավերի կառուցում։ Հնդկաստանի գնահատմամբ հյուսիսային ծովային ճանապարհի զարգացումը նոր հնարավորություններ է բացում ծովային տրանսպորտի համար։ Ճապոնիայի վարչապետ Սանայե Տակայիչին Ռուսաստանի Իտուրուպ կղզին անվանել է բնիկ ճապոնական տարածք։ Իտուրուպը Կուրիլյան կղզիների հարավային խմբի մաս է եւ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Ճապոնիան Իտուրիպի, Կունաշիրի, Շիկոտանի եւ Հաբոմայի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, դրանք համարելով իր հյուսիսային տարածքների մաս։ Տարածքային վեճը տասնամյակներ շարունակ մնում է ռուս-ճապոնական հարաբերությունների հիմնական խնդիրներից մեկը։ Կուրիլյան կղզիների հարավային հատվածի պատկանելիության շուրջ տարաձայնությունների պատճառով Ռուսաստանն ու Ճապոնիան երկրորդ
համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր չեն կնքել։ ԱՄՆ կառավարությունը ավելի քան $500 միլիարդ է ներդրել Տեխասի General Dynamics գործարանում 155 մմ-անոց արկերի արտադրությունը ավելացնելու նպատակով։ Նախատեսվում է, որ արտադրանքը այդ թվում կուղղվի Ուկրաինայի կարիքներին, սակայն գործարանը ըստ ProPublica-ի չի կարողացել արտադրել անգամ մեկ օգտագործելի արկ։ 2024-ին Պենտագոնը գործարանի համար Թուրքիայից նոր սարքավորումներ էր ձեռք բերել, սակայն դրանք սկսել են խափանվել։ 2025-ին 3 արտադրական գծերից 2-ը փակվել են, մինչդեռ ԱՄՆ զինվորականները չեն կարողացել փոխհատուցում ստանալ $533 միլիոն արժեցած ձախողման համար։ Չնայած դրան, General Dynamics-ին եւ թուրքական Repkon ընկերությանը շարունակել են նոր պայմանագրեր տրամադրել։ Ռումինիան Ուկրաինայի սահմանի մոտ կործանիչներ է օդ բարձրացրել անօդաչու թռչող սարքերի խմբի հայտնաբերումից հետո։ Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով օգոստոսի 13-ի գիշեր արձանագրվել է 5 անօդաչու թռչող սարքերից բաղկացած խումբ։ Դրանք հայտնաբերվել են Ուկրաինայի տարածքում Ռումինիայի սահմանի մոտ։ Իրավիճակին հետևելու նպատակով Բորչայի 86-րդ ավիաբազայից օդ են բարձրացվել Ռումինիայի ռազմաօդային ուժերի 2 F-16 կործանիչներ։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը չի հայտնել երկրի օդային տարածքի հնարավոր խախտման մասին։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, ՄԱԿ-ը աստիճանաբար կորցնում է իր արդիականությունը եւ դանդաղ մահանում է։ Նա ՄԱԿ-ը չի համարել անմիջական վտանգի տակ, սակայն նշել է, որ կազմակերպությունը աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը։ Գրոսիի խոսքով ՄԱԿ-ը վերջին ճգնաժամերի կամ միջպետական պատերազմների լուծման գործում էական ներդրում չի ունեցել։ Նա նաեւ խոսել է կազմակերպության սոցիալական ծրագրերի եւ կլիմայի փոփոխության ոլորտներում արձանագրված վատ ցուցանիշների մասին։ Գրոսին ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուներից մեկն է։ Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը հայտարարել է. Ռուսաստանի պատասխանը անխուսափելի կլինի, եթե Արևմուտքը սկսի առգրավել ռուսական ստվերային նավատորմի նավերը։ Նրա խոսքով արևմտյան քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները բավարար ուշադրություն չեն դարձնում նման գործողությունների հնարավոր հետևանքներին։ Դիզենը նշել է նաև ռուսական ինքնիշխան ակտիվների բռնագրավման եւ Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարվածներին արևմտյան երկրների մասնակցության հարցը։ Նրա գնահատմամբ նախկին կանոնների եւ փոխգործակցության վրա հիմնված աշխարհակարգը փլուզվում է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, ամերիկյան հետախուզական գործակալությունների ձախողումն է պատճառ դարձել Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի սխալ հաշվարկների։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները վաղուց սխալ է գնահատել իրավիճակը հետախուզական տվյալների պատճառով։ Արաղչին Իրանի հետ պատերազմը համարել դրա վառ օրինակ։ Նա նաև պնդել է, որ Վաշինգտոնը ավելի մեծ սխալ է հաշվարկել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իրանի ԱԳ-նախարարը նշել է, կեղծ հետախուզությունը ավելի վտանգավոր է, քան կեղծ լուրերը։ Եվրամիությանը ամենայն հավանականությամբ չի հաջողվի համաձայնեցնել Իսրայելի դեմ պատժամիջոցների սահմանումը սեպտեմբերի 1-ից 2-ի հանդիպման ընթացքում։ ԵՄ անդամ երկրների դիրքորոշումները շարունակում են էապես տարբերվել։ Իսրայելի կողմից Թրամփի խաղաղության խորհրդի Գազայի վերաբերյալ ծրագրի մերժումը նույնպես չի օգնել ընդհանուր դիրքորոշման հասնել։ Իսրայելի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառմանը կողմ են մասնավորապես Շվեդիան եւ Նիդերլանդները։ Եվրոպացի դիվանագետների գնահատմամբ իրական համաձայնության հասնելը դժվար կլինի մինչև հոկտեմբերին Իսրայելում նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Թենեսի, Ալաբամա եւ Օկլահոմա նահանգները 5 շաբթի նախատեսում են մահապատժի ենթարկել 3 բանտարկյալի։ Եթե բոլոր մահապատիժները իրականացվեն, ԱՄՆ-ում սա գրեթե 16 տարվա ընթացքում առաջին դեպքը կլինի, երբ նույն օրը 3 մարդ մահապատժի է ենթարկվում։ Ալաբամայում մահացու ներարկմամբ նախատեսում է մահապատժի ենթարկել Ջերեմի Ուիլյամսին։ Օկլահոմայում մահապատժի պետք է ենթարկվի Կարլոս Կուեստա Ռոդրիգեսը, իսկ Թենեսիում Էնթոնի Հայնսը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հանձնարարել է պատրաստվել Լիբանանում երկարատև ներկայության։ Նա հայտարարել է, Իսրայելը չի պատրաստում զորքերը դուրս բերել Լիբանանում, Սիրիայում կամ Գազայում ստեղծված անվտանգության գոտիներից։ Կացը այցելել է Իսրայելի բանակի զինվորներին, որոնք գործում են Իսրայելին սահմանակից լիբանանյան գյուղերում։ Նրա խոսքով բանակը պետք է պաշտպանի Իսրայելի հյուսիսային բնակավայրերը։ Կացը հայտարարել է, Իսրայելի բանակը ոչ մի դեպքում չի հեռանա անվտանգության գոտիներից։ Թրամփը գոլֆ է խաղացել բանակային հակաօդային պաշտպանության համակարգի պաշտպանության ներքո։ Դաշտից արված լուսանկարներում երևում է Avenger համալիրը, որը տեղադրվել է նախագահի գտնվելու վայրից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Համակարգը հագեցած է Stinger հրթիռներով եւ նախատեսված է հնարավոր անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար։ Համալիրի աշխատանքի համար պատասխանատու են ավելի քան 1 տասնյակ զինծառայողներ։ Անվտանգության միջոցները կապված են նաեւ Թրամփի դեմ նախկին մահափորձերի եւ Իրանի կողմից հնարավոր վրեժխնդրության մտավախությունների հետ։
Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին բարձելու նպատակով ընթանում է քննություն։ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում են անհրաժեշտ քննչական եւ վարույթային գործողություններ, հայտնել են քննչական կոմիտեից։ Առաջիկայում կլինեն կադրային լուծումներ պատասխանատուների նկատմամբ, այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով զինծառայողի մահվան դեպքին։ Ես որոշում արդեն կայացրել եմ ռազմական ոստիկանությունում փոփոխություն կլինի, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս, հետևություններ կարվեն եւ այո, պետք է լինի անհատական պատասխանատվություն։ Իմ գնահատականն այն չէ, որ գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդրի կարգավորման համար, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա այս հայտարարությանը հետևել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։ Այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականից։ Այս 6 տարիներին մի քանի անգամ լուրեր տարածվեցին, որ նա հեռանում է, սակայն մնաց նա ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։ Ըստ ամենայնի, այս պաշտոնաթողության հիմքում բանակում վերջերս հաճախացած մահերն են։ Ռազմական ոստիկանության պետին հավանաբար մեղադրում են թույլ հսկողության կամ նման միջադեպերը կանխելու ուղղությամբ աշխատանքներ չկատարելու համար, գրում է Հրապարակ թերթը։ Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, բայց այս փուլում նա նախընտրում է դադար վերցնել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Արմեն Գրիգորյանին պաշտոնից ազատելու եւ հնարավոր այլ պաշտոնի նշանակելու հարցին։ Քաղաքացիական պայմանագիրը ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Սարգիս Խանդանյանին։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև կարգավորման գործընթացն իրականացվում է առանց նախապայմանների, այս մասին հայտարարել է ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը, պատասխանելով ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, թե ինչ նախապայման է դրել Թուրքիան։ Խանդանյանի խոսքով բանակցությունների ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչը որևէ փուլում Հայաստանին չի ներկայացրել նախապայման կամ պահանջ հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից կամ Արարատը Հայաստանի ազգային խորհրդանիշների շարքից հանելուց։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն իրականացվում է առանց նախապայմանների։ Հայաստանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պարտավորվել են, որ գործընթացում նախապայմաններ չեն առաջադրվելու, նշել է Խանդանյանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Կառավարությունը մաքսատուրքից ազատման հերթական արտոնությունն է տվել գործարար Սամվել Ալեքսանյանին։ Սամվել Ալեքսանյանի բիզնեսին տրվող մաքսատուրքից ազատման հերթական արտոնությունը գնահատվում է 113.8 միլիոն դրամ։ Հայաստանի պետական մարմինները ստուգումներ կանցկացնեն Հայաստանի տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների օտարերկրյա պետությունների քաղաքացիների կողմից որդեգրման դեպքերում։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին Հայաստանի կառավարության նիստում։ Որոշման համաձայն Արդարադատության նախարարությանը պետք է տրամադրվեն որդեգրման ենթակա երեխայի, ինչպես նաև երեխային որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տվյալները։ Դրանից հետո տվյալների վերլուծության հիման վրա որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացությունը կներկայացվի Հայաստանի վարչապետի աշխատակազմ։ Եվրատեսիլ 2027 երկի միջազգային մրցույթը կանցկացվի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում, հայտնում է Եվրոպական հեռարձակողների միությունը։ Մրցույթի կիսաեզրափակիչները կանցկացվեն 2027 թվականի մայիսի 11-ին եւ 13-ին, իսկ եզրափակիչը մայիսի 15-ին։ Մրցույթին նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաեւ Սոֆիայում, Պլովդիվում եւ Վառնայում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, ամերիկյան իշխանությունները մեկ ամսվա ընթացքում չեղարկել են ավելի քան 600 օտարերկրացիների վիզա ծննդաբերական туриզմի դեմ պայքարի շրջանակում։ Ռուբիոն նաև սխեմաների կազմակերպիչներին մեղադրել է ամերիկյան միգրացիոն օրենսդրությունը չարաշահելու մեջ։ Նրա խոսքով նման ցանցերը օտարերկրացիներին օգնում են խաբել ԱՄՆ վիզային համակարգը, կազմակերպում են նրանց ուղևորությունն ու կացությունը եւ նույնիսկ կեղծում փաստաթղթեր։ Պետքարտուղարությունը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ, որը ստուգում է վիզա ունեցողների գործունեությունը եւ զբաղվում անօրինական ցանցերի վերացմամբ։ Ռուբիոն ընդգծել է, ամերիկյան քաղաքացիությունը չի վաճառվում։ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ ռուսական զինուժը Դանուբի Ռենի նավահանգստում հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի կառավարման կետին։ Ռենին գտնվում է Մոլդովայի եւ Ռումինիայի սահմանների հարևանությամբ։ Նախարարության տվյալներով Իզմայել նավահանգստում եւս հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանման ժամանակավոր տեղակայման կետին եւ ռազմական բեռների տեղափոխման համար օգտագործվող օբյեկտներին։
ԱՄՆ-ում կործանվել է AH-64 Apache ռազմական ուղղաթիռ, միջադեպը տեղի ունեցել Տեխասում։ Կործանման հետևանքով ուղղաթիռում գտնվող 2 զինծառայողները զոհվել են։ Դեպքի այլ մանրամասներ հաղորդագրության մեջ չեն ներկայացվում։ Զոհերի թիվը ըստ հրապարակված տվյալների 2-ն է։ Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 265-ի։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան։ Նրա խոսքով շուրջ 500 մարդ համարվում է անհետ կորած։ Միաժամանակ այլ տվյալներով անհետ կորածների թիվը գերազանցում է 4100-ը։ Երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 25800 ընտանիք, որոնողական եւ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցել են այն երկրների նախնական ցուցակը, որոնք կարող են մասնակցել Հեզբոլլահի զինաթափման վերահսկման մեխանիզմին։ Ցուցակում ընդգրկվել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան եւ Ինդոնեզիան։ Ենթադրվում է, որ այդ երկրները կարող են մասնակցել մեխանիզմի մշակմանը եւ դրա իրականացման վերահսկմանը։ Նրանք կարող են նաեւ զինծառայողներ ուղարկել դիտարկման կամ ստուգումների մասնակցելու համար։ Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է սեպտեմբերի սկզբին։ Մարոկոն ուժեղացրել է անվտանգության միջոցներն Իսպանիայի հետ սահմանին, Սեուտա զանգվածային ներթափանցման նոր փորձերի կոչերի ֆոնին։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող են կրկնվել հուլիսի վերջի իրադարձությունները, երբ տասնյակ հազարավոր ներգաղթյալներ փորձեցին հասնել քաղաք։ Մարոկոյի ՆԳՆ-ն հայտարարել է, որ նոր ապօրինի սահմանափակման փորձը կանխելու համար ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները։ Սահմանի Մարոկոյան կողմում տեղակայվել են հարյուրավոր ոստիկաններ, ջրցան եւ շտապօգնության մեքենաներ։ Իշխանությունները նաեւ ձերբակալել են մարդկանց, որոնք կասկածվում են զանգվածային սահմանահատման կոչեր տարածելու մեջ։ Ֆրանսիայի հյուսիսում անտառային երկու հրդեհների պատճառով մոտ 1200 մարդ է տարհանվել ճամբարային հանգստավայրից։ Հրդեհները բռնկվել են Պա-դե-Կալե դեպարտամենտում, ափամերձ գոտու մոտ։ Պրեֆեկտուրայի տվյալներով հրդեհներից մեկը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել, սակայն երկրորդ հրդեհի իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Փրկարարների համար դժվար է հասնել հրդեհի վայր, իսկ կրակը շարունակում է տարածվել հարավային ուղղությամբ։ Տարհանված հանգստացողներին տեղափոխել են ժամանակավոր ապաստարանում։ ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորքերի քանակը Կոսովոյում տարածաշրջանի անվտանգության իրավիճակի բարելավման պատճառով։ Այս մասին հայտնել է դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթը։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ն սկսել է ճշգրտել իր ռազմական ներկայությունը կողմերի եւ համապատասխան գործիչների հետ խորհրդակցությունների արդյունքում։ Հարթը նշել է, որ որոշումը կապված է տարածաշրջանում ներկայիս անվտանգության միջավայրի բարելավման հետ։ Միաժամանակ նա ընդգծել է, գործընթացը շրջելի է։ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանի խոսքով Թուրքիան Պաղեստինի գործը պաշտպանելու է առավելագույն վճռականությամբ։ Նա Պաղեստինին աջակցել է համարել է ողջ մարդկության, մասնավորապես իսլամական աշխարհի համատեղ պատասխանատվությունը։ Թուրքիայի նախագահը վերահաստատել է Անկարայի աջակցությունը Պաղեստինին միջազգային հարթակներում։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ ինքնուրույն դադարեցնել պատերազմը։ Զելենսկու կարծիքով Ռուսաստանի առաջնորդը ի վերջո ստիպված կլինի դա անել ճնշման ներքո։ Նա հայտնել է, որ Ուկրաինան միջազգային գործընկերների հետ մշակել է Ռուսաստանի վրա ճնշումը ուժեղացնելու գործողությունների ծրագիր։ Զելենսկին նշել է, Կիևը հասկանում է, թե ինչ քայլեր պետք է իրականացնի։ Եղանակը առաջիկա օրերին օգոստոսի 14-ից 18-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Քամին հյուսիսարևելյան եւ արևելյան 4-ից 7 մետր/վայրկյան։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 20-ից 25 մետր/վայրկյան արագությամբ։ Օգոստոսի 14-ից 18-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։